Ես էլի չեմ հոգնի դա ասել, մի մարդ մոտավորապես 2000 քանի տարի առաջ ասել է ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ մինչև հիմա այդ մարդը փոթորկում է մեր մտքերը։ Իսկ մենք ասում ենք, մենք գիտենք, որ ամեն ինչ գիտենք։ Եվ դրա համար համենայն դեպս մտքերը չենք կարողանում փոթորկել։ Ցանկացած ուրիշ բան փոթորկում ենք, բայց մտքեր չենք կարողանում փոթորկել։ Հետևաբար իմ արձանագրումն էլ ըստ էության այս հարցը իհարկե կքննարկենք, բայց ես առաջարկում եմ, որ մենք դա արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում խորը կադրային ճգնաժամ է։ Եվ 4 նախադասություն կամ 5 նախադասություն վարժ ասելու ընդունակությունը չի նշանակում բան գիտելիք, այո, չի նշանակում գիտելիք։ Նույնիսկ գիտելիք ունենալը չի նշանակում գիտելիք, որովհետև գիտելիք ունենալը մի բան է, գիտելիքը կիրառելը երկրորդ բանն է, գիտելիքը երրորդին փոխանցելը բոլորովին ուրիշ բան է։ Այդ մեր կրթության ոլորտում լավ է, որ դրանից եմ ես սովորել անկեղծ ասած, որ ատեստավորման եւ տարակարգի բաները, թեմաները, որ իմանալը ուրիշ բան է, փոխանցելը ուրիշ բան է։ Դրանք կարող են այնքան տարբեր բան, որովհետև կարող ես լիարժեք գիտելիք ունենալ, բայց չունենալ հմտություն այդ գիտելիքը փոխանցել դիմացինի մարդուն, հազար ու մի պատճառով։ Եվ մենք պետք է այս խնդրի հետ առերեսվենք, ու մենք չենք հասկանում, այդ թվում չենք հասկանում, ինչի է որ ոնց, այս դահլիճում որոշում ենք, ստորագրում ենք, հրամայում ենք, ձեռը խփում ենք սեղանին, հուշի բան տեղից չի շարժվում։ Բայց այդ ինչի՞ց է։ Սկզբից մտածում ենք սաբոտաժ է, կարող լինի սաբոտաժի էլեմենտներ, հետո մտածում ենք ուրիշ բան, հետո մտածում ենք երրորդ բան, հետո մտածում ենք չորրորդ բանը։ Դες մի հատ բան կա, լավ ստեղծագործություն կա, որ հեղինակին չեմ հիշի, կոչվում է կարծեմ ընթերցողը։ Մենակ վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի։ Դրա մասին ֆիլմ էլ կա։ Այո։ Հեղինակը ով էր, կարող է հիշեք, հա։ Վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի, դրա համար ինքը ուրիշին է խնդրում, որ իր համար գրքեր կարդան, բայց դա վեպի այդ մեր որոշումը չի կատարվում, որովհետև ոչ մենք նորմալ կարդալ գիտենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ում հանձնարարում ենք, ոչ էլ նրանք նորմալ կարդալ գիտեն, ով պիտի այդ ամեն ինչը իրականացնի։ Ասածս կարա չափազանցություն թվա, բայց կներեք, եթե չափազանցություն թվա, այդ ֆունդամենտալ պրոբլեմա է այդտեղը։ Երբ որ մենք չենք կարողանում ախտորոշել մեր պրոբլեմը։ Եվ պատահական չի, որ այն մարդը, որը 4 նախադասության մեջ 13 սխալ գրում է, կարող է հիմա ինքը խորանանք, ինքը 50 ուրիշ պաշտոնյայի անուն տա, իր ճանաչած, որ մի այդքան էլ սխալներ իրանք են անում այդ նույն տեքստի մեջ։ Ու կարա պարզվի սա իրականություն է։